Բարելույս սիրելի երոստատիդո, այսօր մեր տաղավարում ես շատ մի հատ հյուրեմ Գանչե հիանալի, ինչի համար, որտեղ պետք է արտադրույց անցկացնենք հետը շատ մեծ ամուկ բարձրացրած վերջերս տոնուս հացի հիմնադիրը Մարտին Գևորգյանը։ Բարև եկել, բարո Մարտին։ Ուրեմն ասեմ ձեզ, այնքան հարցեր եմ ստացել այս վերջերս, ես ուզեցի անձամբ կանչեմ բարո Մարտինին, որովհետեւ ժողովրդին էլ հասկանալի լինի, թե այս հացը ինչի համար կամ ինչու։ Okay։ Պատրաստ եք հարցերին։ Փորձենք։ Ուրեմն առաջի հարցը, sense կարճ կոնկրետ ասեք, ինչ է տոնուս հացը։ Տոնուս հացը ինչ է։ Իրանից ներկայացնում է 100% ամբողջական հացահատիկից, մարդիկ միշտ հացը պատկերացնում են, որ ցորենից, բացի ցորենից կա տարեկանի հացահատիկ, դրա համար մեր մոտ կա երկու տեսակի հացահատիկից է ստանում ենք հաց, դրա համար ասում ենք հացահատիկ, որ պարզ լինի, որ ցորեն եւ տարեկան միշտ չտարբերենք, ինքը ծլեցված հացահատիկից ամբողջական ստացված հաց է։ Այն process-ը, որ պետք է ցորենը դառնա ալյուր, հա, այդ process-ը մենք չունենք, միանգամից ուղիղ տեխնոլոգիա է, որ ցորենը դառնում է հաց։ Առանց այդ ալյուրի օգտագործման։ Հասկացած ես։ Հիմա այսինքն ինձ երոստատիդո կամ նայող մեր հոլովակներին, որ ասում է դե Հայաստանում չկա սև ալյուր, դե ոնց եք դուք սևը ստացել, իսկ ինքը կապ ունի սև ալյուրի հետ կամ ինչը ալյուրա մեջ, ինչա պարունակում կոնկրետ։ Ընդհանրապես ալյուր չենք օգտագործում մեր հացահատման մեջ, հա։ Ինքը հենց իր իմաստը նրա մեջ է, որ ինքը պատրաստված է հացահատիկից։ Մենք վրենել է գրած, հա, որ առանց ալյուրի հաց է։ Այսինքն մարդիկ խառնում են ուղղակի սև գույնին։ Եթե սև գույն են տեսնում կամ մուկ են տեսնում, կարծում են, որ ինչ-որ չգիտեմ, սև հացա կամ սև ալյուր։ Մեր մոտ է կա, մեզ էլ են շատ այդ հարցը տալիս, ասում են սև սպիտակ, ասում ենք դուք սա մի համեմատեք սպիտակ ալյուրի կամ մուկ ալյուրի հացի հետ։ Այս ոչ մի հացը չի պարունակում ալյուր։ Այսինքն բայց ինչի՞ց եք ստանում այդ իր մուկ գույնը։ Իրա մեջ տարեկանի ածիկ կա, այո, ինքը մքեսնում է եւ լավ համ է տալիս հացին, հա, ուղղակի այդ տարբերությունն է, իսկ մնացած իր առողջարար հատկությունները բոլորին մոտավորապես հավասար են, հավասարազոր հացեր են, հա, այնտեղ արդեն հացի համային մարդու ընտրությունն է, այստեղ մի հատ հաց ունենք, նոր ենք արտադրել, հա, այս արևածաղկով, 150 գրամի մեջ մարդու յոդի պահանջը բավարարվում է, երբ որ մարդը ուտում է, որտեղ իր մեջ կա ծովակաղամբ, լամինարիա, որը շատ մեծ յոդի քանակ է։ Մի հատ ավելի կարևոր հարց, հիմա սրանք ինչ-որ քիմիական բաներ պարունակում են, այսինքն չեմ գույնա դված քիմիական կամ բահաձոները կամ բաները, ինչ-որ քիմիական բաներ դված կա։ Արտադրելուց հացը մեր մոտ ամենաառաջի հարցը եղել է, որ ոչ մի տիպի քիմիական հավելում չօգտագործենք, հա, շաքար չօգտագործենք, քանի որ ինքը շաքարախտով հիվանդների համար է նախատեսած, լավագույն հացն է կարամ ասեմ, ոչ թե գովազդի տեսքով, Բուլղարիայի Սուրբ Լուկասի դիաբետիկ կենտրոնը, հա, տվել է եզրակացություն գլիկեմիկ ինդեքս, կարամ հետո մի քիչ պարզ ասեմ, հա, 35-ա, որ համեմատեմ ամենացածր գլիկեմիկ ինդեքս հացի հետ, տարեկանի 70 է։ Մոտավորապես մարդը որ պատկերացնի ոնց որ գազարի եւ հացի նույն։ Այսինքն երոստատիդո, այսինքն մենք հասկանում ենք, որ ինքը գույն դված չի։ Ինքը ուղղակի տարեկան ալյուր որ խառնում է, ինքը մքանում է իր գույնը։ Okay։ Մեկ, երկրորդը քիմիական ոչ մի բան չի պարունակում։ Չէ՞։ Ոչ գույնա դված հասկացանք էլի։ Մեկ ամենակարևոր բանը ինչպես ասեց, այդ ազոտությունները անցկացրել Բուլղարական ինստիտուտերում, որ ինքը պարունակում ամենացածր գլիկեմիկ ինդեքսը, այսինքն շաքարով հիվանդը հանգիստ կարող է օգտվի, իհարկե ոչ թե ամբողջ հացը մի օրվա ընթացքում, բաժանեք մի քանի օրվա եւ գերեք, չէ՞։ Պետք է ամբողջը։ Ես ասեմ, այս հացը ինչով է տարբերվում ալյուրով հացից, ընդհակառակը ինքը սահմանափակում չունի։ Ինչքան շատ մարդ ուտում է իր մոտ, նյութափոխանակությունը ավելի շուտ է վերականգնվում, հա, սա պետք չի խառնել սովորական ալյուրով։ Չէ, Մարտին ջան, դա համաձայն եմ ձեր հետ, բայց ես էլի սննդաբան եմ ասում, դե դեր կալորիա, չէ, վերջո։ Ես բան չէ, ես իմ կարծիքը չեմ հայտնում, ասում եմ, են գիտնականներ, ով հետազոտել են, ով ստեղծել են այս հացը, ու ինչ խորհուրդ են տվել, իրան պետք չի համեմատել։ Ինքը մոտ 11 կլինիկական հետազոտություն է անցել տարբեր բժշկական կենտրոններում, իրանք որ այդ ասում են, իրանք հենց այնպես չեն ասում։
շատ օգտագործել դե parza չափից շատ է մի բան է, բայց Ապրես այդ ուզում ասեի, չափի մեջ լավ ամեն ինչ։ Հա, ես իմ փորձից ասեմ, ես մեկ հաց է կարող եմ ուտել, ու նես չի, որ իմ քաշը բարձրացավ կամ մոտս վատ։ Ընդհակառակը, իրան ինչքան մարդը ցանկություն ունի, կարող է օգտագործել եւ ինքը բացասական էֆեկտ չի տա։ Իշտած ես անձամբ կերել եմ, սենց ասեմ, ես մի գդոր որ ուտում եմ, ես կշտանում եմ։ Մարդը չի ստիպի։ Արեք ճիշտ խոսանք, ասենք առավոտ ես իմ նախաճաշը որ անում եմ, իմ ձվածեղը բան որ սարքում, այդ մի գդոր ես կդրում ուտում, ես լավ կշտանում եմ, ինձ հերիքում է։ Ամեն ինչ չափի մեջ, ես միշտ եմ ասել, չափը լավ բան է, էլի։ Ամեն ինչը չափի մեջ։ Okay, հիմա մի հատ կարևոր բան, ասենք, չգիտեմ, ըստ Հայաստանում քանի հացի տեսակներ կան կամ անուններ կան, որ այդքան հետազոտություններ են անցել, չեմ կարող ասեմ, ես չեմ ստուգել ոչ մի բան, բայց ես անձամբ ստուգել եմ։ Հիմա դուք ինձ կասեք, նաև քանի տարբեր երկրներ անցել իր հետազոտությունները կամ իր գլիկեմիկ ինդեքսն հետազոտությունները հիմնական անցել են Ռուսաստանի Դաշնությունում, հա Բուլղարիայում են անցել, հա իմ իմացածը, որ այդ նյութերը ես ուսումնասիրել եմ, հա բայց մեծ քանակի ուսումնասիրություններ են անցել տարբեր խմբի մարդկանց հետ կապված, երեխաներից, նախադպրոցական, դպրոցական եւ տարեց մարդկանց վրա, բոլորի վրա տվել է դրական ինքը փոփոխություն են զգացել, ունենք 7 ոսկե մեդալի արժանացել 7 ոսկե մեդալ, շատ լավ։ Միջազգային ցուցահանդեսներում, որից առաջի տեղ է զբաղեցրել միջազգային ֆորում, որը երեխաների համար ոնց ասենք, որ Չհասկաց, այսինքն տարբեր դարիքայինների փորձառություններ անցել նախադպրոցական եւ դպրոցական երեխաների համար։ Այսինքն մեծ Ինքը բարձր տես նոմինացիայով ունի առաջի տեղ զբաղացրած դիպլոմ շատ մեծ առավելություն է սա, որ մի հատ ունենք, որ մի հատ պրոդուկտ ունենք, որ ինքը ամեն ձևի հետազոտություն անցած է տարբեր երկրներում, նաև բոլոր տարիքայինները փորձված է իհարկե երեխաներն են փորձել միջահասակների եւ մեծահասակների վրա բոլոր փորձարկված է, այսինքն մենք ոչ մի խնդիր չունենք ստեղից։ Այն մի հատ էլ հարց, որ ինձ հերոստատողը շատ է դալի, բարո Մարտին։ Ասում են մենք չենք կարող շատ ջարենք այդ հացը ամենտեղ։ Իհարկե ես նշել եմ, որ Զովքում կա, իսկ իմի գասեք կամած կամ մտածում եք ընտանալու մասին, մեկ էլ երկրորդ հարցը քանի հիշեցի։ Ինձ դաժե բանից են հարցնում, Երևանից դուրս մարդիկ են հարցնում դրա մասին։ Ասում են, մենք չունենք ինչ անենք, կանք Երևանից վերստենք այդտեղ։ Երևանից դուրս չենք ծավալվել, Երևանում ասեմ, Զովքը այդ սուպերմարկետների հետ ենք աշխատում, նաև Սասերում հիմա կա եւ այսօրվանից MG-ներում նաև կլինի, դե հույս ունենք կամանց ընդլայնենք շուկան, որ հասանելի լինի, ժողովրդին։ Ապրեք, այսինքն սենց ասեմ, ինքը նոր է շուկայում, կամաց ընդլայնվում, այսինքն մի ժամանակ տվեք բարոն Մարտինին, որ ինքը կարողանա ամբողջ շուկան ներգրավի ամեն ինչը, եւ իհարկե ինչի՞ չէ, ես միշտ կուզենամ, ես չեմ ասում միշտ կենտրոնացեք Երևանի վրա, ես սիրում եմ գնալ դեպի դուրս նաեւ, որտեղ ամեն ինչը Երևանով չի վերջանում, մենք ունենք ժողովուրդ դուրսը, որ էլի իրանք սնվում են առողջ կամ իրանք ունեն առողջական խնդիրներ, որ իրանք պետքա ճիշտ հաց ներկայացնենք, սո կփորձենք մնացած քաղաքներ կամ գյուղերներ, դա իմ խնդրանքն է, էլի հացներ ընդեղը։ Okay. Քանի որ ինքը արտադրվում է Լորվա մարզում, մեր մարզում ինքը էլի ներկայացված է, մեր ֆիրմային խանութներում կա, նենց որ հուսով ենք ժամանակ է պետք, որ մի քիչ ընդլայնենք շուկան։ Այսինքն որ Լորի մարզը դուք նկատի ունեք ինքը ցանվում է, արտադրվում է այստեղ արտադրվում է Լորվա մարզում, որ քաղաք Վանաձոր դե գրած է որտեղ է արտադրվում, բայց ծորեններ է կրվում նաև Ռուսաստանից, բայց օգտագործում ենք նաև տեղական։ Նաև տեղական։ Ծորեն, դե տարեկան է մի քիչ խնդիր Հայաստանում։ Հասկացա։ То есть հացահատիկներ են կրում եւ Ռուսաստանից եւ տեղականն ենք օգտագործում եւ հատուկ պայմաններ ծլեցնում ենք այդ հացահատիկը եւ միանգամից ինքը արդեն գնում է ձևավորման եւ թխման։ Շատ լավ։ Առանց ալուրի բացարձակ, ոնց ասեմ, 1% ալուր չկա մեջը, հետո այդ փաթեթավորման վրա բոլոր այդ պահերը գրած է, ու ինչը գրած է մենք պատասխան ենք տալի, ես գրածի համար, Սրանից ավել բան չեմ կարող ասել, մարդիկը պատասխան է տալի։ Ուղղակի վերցնես գրես, դա հնարավոր չի, որովհետև մարդիկ վաղը կարան հարց տան եւ համապատասխան մարմիններից հարցեր առաջանա, ասեն։ Իհարկե, սա դերս հետո լինելու է։ Համար դուք դրա համար մենք այդ ամեն ինչը գիտակցում ենք ու մենք ինչ գրում ենք ամեն ինչը
ամեն ինչ համար Ջան պատասխանատվությունը Արտարյան, ես իմ մաման երկրորդ կարգի դիաբետ է։ Ես այս հացից եմ մոտորս մի ամիս է, իրան բերում եմ, սրանից օգտվում է եւ գոհենք, դե մամայինը բարբերաբար ստուգում ենք մենք, օրը 3-4 անգամ շաքարը ստուգում ենք եւ պարկա աստծո սրանով ստաբիլ մնում է, էլի։ Իրան ուրիշ ածխածրեր չեմ դալի։ հա, Դա փորձված բան է։ ես ասեի, որ եղել է նաեւ դեպքեր, որ իջեցրել է շաքարը, բայց հիմա չեմ ուզում դրան անդրադառնամ, ինքը տենց որ չի բարձրացնում այդ հաստատ է, բայց մնացածը արդեն մարդիկ կան, որ իրանց վրա շատ լավ ազդե, պետք է փորձեն, հա։ Այո, փորձան չի վերում։ Մինիմում գլիկեմիկ ինդեքս ունեցող հասկացա գազարից հետո ինքնագալի ամենացածր գլիկեմիկ ինդեքսն ասենց է։ Մնացածը արդեն մարդիկ ուտեն, հասկանան, ու ինձ թվում է ինքը շատ կարճ ժամանակում իր էֆեկտը զգում են մարդիկ։ Հասկացած ես։ Դե ժողովուրդ ջան, լսեցիք բոլոր ձեր հարցերի պատասխանները ու ամեն պատասխանին բարոն Մարտինը դեր է։ Այսինքն, ստե ոչ մի խապկան կամ ոչ մի ավելորդություն չկա։ So ինչ պետք է անենք, առաջին շնորհակալություն ենք հայտնում կոնկրետ այս հացի համար, որ դուք արտադրեցիք եւ մեզ թույլ տվեցիք, որ մենք ստանանք այս մաքուր հաց եւ նաեւ ուզում եմ ասեմ ճիշտ խաղացեք այս խաղը ու մնացեք մեր հաղորդման հետ։